Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու վերանորոգման ծրագրի շրջանակներում կառուցվում է Հայաստանում առաջին դելֆինարիան։ Դելֆինարիայի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական Ներում ընկերությունը, որը դելֆինարիաներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում։ Ուկրաինական նախագծով մետաղական կոնստրուկցիաներից բաղկացած կառույցը զբաղեցնում է Կոմիտասի անվան զբոսայգու նախկին ատրակցիոնների տարածքը։ Շինարարական բուռն աշխատանքները շարունակվում են, ամբողջությամբ պատրաստ է 5 մետր խորությամբ 18 մետր շարավով ջրավազանը։ Այս պահին ուկրաինացի վարպետներն ու շինարարները տեղադրում են եռագույն տրիբունային նստարանները մեր դրոշի գույներով։ Դելֆինարիայի տնտեսական գծով փոխտնօրեն Թաթուլ Արզումանյանը մեր ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ջրավազանն աշխատելու է ողջ տարի։ Ամռանը բացօթյա, իսկ ձմռանը փակվելու է ապակյա ծածկով։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Էկոլոգիական դաշինքի անդամ 50 կազմակերպություններ մեկ շաբաթ առաջ նամակ են ուղղել Երևանի քաղաքապետին եւ բնապահպանության նախարարին, հայտնելով իրենց մտահոգությունը։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց դաշինքի անդամ Թռչնասերների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը։ Ինչու պետք է դաշինքը դրա մասին իմանա դրսից եւ ինչու պետք է իմանա վերջում։ Ամեն հարցում, երբ որ մենք մեր ուրեմն պետական այրերը ինչ որ բան են անում, ժողովուրդը իմանում է դրա մասին ամենավերջում, կանգնում է փաստի առաջ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Մենք չենք կարող ապահովել դելֆիններին անհրաժեշտ բնակլիմայական պայմաններ եւ սնունդ, վստահ է Սիլվա Ադամյանը։ Եվ ի վերջո, այդ դելֆինները պետք է սնվեն թարմ ձկով, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի պայմաններում դա անհնարին է։ Ուրեմն պետք է բերվի սառեցված ձուկ։ Ինչպես պետք է գոյատևեն այդ կենդանիները այս իրավիճակում։ Վերջը կտանք այդ կենդանիները, ես դրանում համոզված եմ ուղղակի։ Վերջը կտանք միանշանակ։ Փորձագետների հաշվարկներով դելֆիններին պահելու համար անհրաժեշտ է մոտ 1500 խորանարդ մետր մշտական շրջանառությամբ խմելու ջուր, ինչը կարվի երևանցիների խմելու ջրի հաշվին։ Դելֆինարին պետք է սնվի քաղաքային, ուրեմն fresh water-ով ջրերով։ Այսինքն մեր բնակչության, ի վնաս մեր բնակչությանը։ Այն, որ դելֆինների համար համապատասխան ջրային միջավայր է ապահովելու խմելու ջրի հաշվին, մեծ զրույցում հաստատեց նաև դելֆինարիայի տնտեսական գծով փոխտնօրենը։ Ջուրը լինելու է ուրեմն նույն ծովի ջուրը, որը ստանալու են լաբորատորիայի միջոցով աղա եւ մնացած մյուս կոնցենտրանտները։ Որքան ջուր է մատակարարվել եւ որտեղից է վերվելու։ Ջուրը վերցվելու է մեր սովորական խմելու ջուրը եւ պատրաստվելու է ծովային ջուր, այսպես ասած։ Ու մինչ քաղաքապետարանը պնդում է, թե դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման եւ պահպանման նպատակին, բնապահպանները վստահ են, որ սա միանշանակ առաջին հերթին մեծ շահույթ հետապնդող ծրագիր է։ Մենք համոզված ենք դրան։ Միայն եկամուտ հետապնդող։ И в ущерб животным.